Չինաստանի առևտրի նախարարությունը հայտարարել է, որ բոլոր երկրները կտուժեն, եթե համաշխարհային առևտուրը վերածվի հեգեմոնիայի եւ պրոտեկցիոնիզմի ժունգլիների օրենքով։ Այս մասին հայտնել է գերատեսչությունը, մեկնաբանելով Դոնալդ Թրամփի վարչակազմի սակագնային քաղաքականությունը։ Նախարարության հայտարարության մեջ ընդգծվում է, որ միակողմանի գործողությունները եւ պրոտեկցիոնիզմը վտանգ է ներկայացնում միջազգային առևտրի բոլոր մասնակիցների համար։ Հենց ուժեղը սկսի թույլի որսը բոլորը զոհ կդառնան, նշել են վարչությունից։ Պեկինը նաև իր վճռականությունն է հայտնել հակազդելու գործարքներին, որոնք վնասում են Չինաստանի շահերը, խոստանալով նման դեպքերում ամուր հակաքայլեր անել։ Ոչ ոք անձեռնմխելի չէ պրոտեկցիոնիզմի հետևանքներից։ ՉԺՀ-ն չի ընդունի շահերի ոտնահարումը եւ համարժեք պատասխան կտա, հայտարարել են առևտրի նախարարությունից։ Ամերիկյան եւ ֆրանսիական մատակարարումներից անկախանալու համար Մեծ Բրիտանիան զգալիորեն կավելացնի պայթուցիկ նյութերի եւ 155 մմ հրետանային արկերի արտադրությունը։ Այս մասին հայտնում է բրիտանական Times թերթը։ Հրապարակման համաձայն Բրիտանիայում 155 մմ արկերի միակ արտադրողը BAE Systems ռազմաարդյունաբերական ընկերությունը նախկինում գնել է պայթուցիկներ ԱՄՆ-ից եւ Ֆրանսիայից, սակայն հաշվի առնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը, որոշվել է հրաժարվել ամերիկյան պայթուցիկներ գնելուց։ Այս առումով ընկերությունը ինքնուրույն կարտադրի պայթուցիկներ եւ մտադիր է առաջիկա 2 տարվա ընթացքում 16 անգամ ավելացնել պարկուճների արտադրությունը։ The Times-ը նշում է, որ բրիտանական արտադրողը չի օգտագործի ամերիկյան բաղադրիչներ կամ նյութեր զինամթերքի արտադրության մեջ, որպեսզի դրանք չընկնեն ԱՄՆ զենքի միջազգային առևտրի կանոնակարգի տակ։ Դա թույլ կտա BAE Systems-ին արկերը օգտագործել եւ վաճառել առանց ամերիկյան կողմից որևէ սահմանափակման։ Պետքարտուղարության նախկին աշխատակից Թայսոն Բարքերը կասկածի տակ է դրել, թե արդյոք Ուկրաինան ունի հազվագյուտ հողային մետաղների բավարար պաշարներ ԱՄՆ շահերը սպասարկելու համար։ Այս մասին հայտնում է իսպանական El Mundo թերթը։ Բարքերը նշել է, որ Ուկրաինան ունի նավթի, գազի, լիթիումի եւ գրաֆիտի հանքավայրեր, սակայն դրանց ծավալները համաշխարհային մասշտաբով էական չեն։ Տեղեկությունները, որոնց վրա հիմնվում է ԱՄՆ վարչակազմը, հնացած են եւ խոշոր ընկերությունները շահագրգռված չեն նախագծերով կոմերցիոն օգուտների բացակայության պատճառով։ Հրատարակությունը պոտենցիալ գործարքն անվանել է շանտաժ Միացյալ Նահանգների կողմից, ընդգծելով դրա անիրատեսական բնույթը։ Ոչ ոք չգիտի, թե արդյոք Ուկրաինան կունենա բավարար ռեսուրսներ, նույնիսկ արկապաշարները մրցունակ չեն, ասել է Բարքերը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին չի վերահսկում Ուկրաինայի զինված ուժերը եւ չի կառավարում իրավիճակը լիարժեք։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախկին падգամավոր Վլադիմիր Օլեյնիկը։ Եթե օրինակ Գերագույն գլխավոր հրամանատար Պուտինի հրամանը բանական վերապահորեն կատարում է, ապա Զելենսկու դեպքում հարցը այլ է, քանզի այնտեղ են եւ նացիստները եւ Մեծ Բրիտանիան, որոնք շահագրգռված են սադրանքներով, ասել է քաղաքական գործիչը։ Օլեյնիկը մեկնաբանել է ուկրաինական զույգի կողմից Զատիկի հրադադարի խախտումները եւ դրանք անվանել Զելենսկու թերահավատության հերթական ապացույցը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի համար։ Ռուսաստանի իր դրան մոտ թշնամիներ չունենալու ցանկությունը հասկանալի է։ Այս մասին խոսել է Իտալիայի նախկին վարչապետ Ջուզեպպե Կոնտեն։ Նա հիշեցրել է, որ 2022 թվականին Ստամբուլում կայացած բանակցություններում Ռուսաստանը մասնավորապես Ուկրաինայից պահանջել է հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելուց։ Առայժմ հարևան պետության նկատմամբ այս պահանջը ակտուալ է եւ Կոնտեն հասկանում է, թե ինչու։ Կարծում եմ, որ ցանկացած գերտերություն սկսած ԱՄՆ-ից չի սիրում իր դրան մոտ թշնամիներ ունենալ եւ դա հասկանալի է, ասել է Կոնտեն։ Նա նաև կարծում է, որ Եվրամիությունը շահագրգռված չէ ուկրաինական հակամարտությունը լուծելու բանակցությունների միջոցով։ Քաղաքական գործչի խոսքով եվրոպացի առաջնորդներ չեն ցանկանում խոստովանել, որ բաց են թողել հաղթանակի իրենց կանխատեսումները։ Կոնտեն նաև ընդգծել է, որ խաղաղության համաձայնագիրը, որը կարելի է ձեռք բերել փոխադարձ զիջումներով, Ուկրաինայի կապիտուլյացիան չէ։